Պարսան հաշվի առնելով նաև տնտեսագետի ձեր մասնագիտացումը, նաև մասնագիտական հարցեր ուղենք հեցի առնչությամբ, վերջին որոշումը դրան էր վերաբերվում, ինչ սպասել, ինչպիսի գործընթացներ սրան կհաջորդեն ըստ ձեզ եւ նաև հենց մեր պետության միջազգային վարկանիշի տեսանկյունից, որովհետեւ այս հարցի վրա շատ է շեշտը դրվում, որ սա նաև ներդրումների վրա ազդեցություն կունենա։ Նայեք, եթե ես լինեի օրինակ դրսից ներդրող ու տեսնեի Հայաստանում ոնց են խոշոր ներդրողին վերաբերվում, ես միանշանակ հաշվի առնելով Հայաստանի մնացած բոլոր տնտեսական թերությունները, Հայաստանում ներդրում անելու կխուսափեի։ Ինչ վերաբերվում է հեցին, վերջին իրանց շրջանի բոլոր գործողությունները մեզ համար ցույց են տալիս, որ իրանք այս ճանապարհով են գնալու, ոչ մի նոր բան չկա այն ամենում ինչ եղել է, նույնիսկ երկրի առաջի դեմքի մակարդակով արտահայտվել է, որ իրանք այս ամեն ինչը անելու են, կարծում եմ նոր բան դրա մեջ չկա։ Ինչ վերաբերվում է նրան թե հետագա քայլերը ինչ կլինեն։ Ես կարծում եմ ինքը նորից իրենց տրամաբանության շրջանակներում իրանք շարունակելու են նույն գործողությունները, ենթադրաբար փորձելու են ակտիվը ինչ որ ձևով վաճառեն, ենթադրաբար դրսի գնորդի, թե ով կլինի դա չենք կարող ասել, հաջորդ հարցը իրենց համար երևի արդեն որոշելու են թե ինչ գնով պետք է վաճառեն, ինչ պետք է անեն, սա արդեն հարցի մնացած կողմն է, որը մենք հիմա չենք կարող կանխատեսել իրենք այտենց բառացի ինչ կանեն, բայց կարծում եմ այդ ճանապարհով են գնալու, փորձելու են ակտիվը վաճառեն արդեն երրորդ գնորդի։ Պարոն Փորձյան ամեն դեպքում վստահեցնում են իշխանությունները, որ ամեն ինչ արվում է հանուն Հայաստանի Հանրապետության, որ չարաշահումներ են գտել եւ այլն, մի քանի էջով ներկայացվեց հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ներկայացրեց զեկույցը եւ այլն, այս առնչությամբ ինչ դիտարկումներ ունեք։ Դե ընդհանրապես հայրենասիրությամբ շատ հանցագործություններ են քողարկվել, այսինքն մարդկության պատմության համար դա նոր բան չի, որ ինչ որ մի երկրում ինչ որ մի իշխանավոր ինչ որ բան է անում, դա քողարկելով հայրենասիրությամբ, իմ համար դա ոչ մի հայրենասիրության հետ կապ չունի, սովորական իրանք առօրյա իրենց ընդդիմախոսին փորձում են զրկել իրեն ունեցվածքից, որովհետև իրենց հետ անհամաձայնություն է արտահայտել։